Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագրի մեր աղբյուրները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն աննկարագրելի մանրաժի մեջ է ընկել Երևանյան վերջին քարոզարշավից հետո եւ քաղաքացիների բացահայտ բոյկոտին ու բացասական վերաբերմունքին արժանանալուց հետո թիմում հիմա քննարկում են իրենց առաջիկա քայլերը։ Մասնավորապես քավության նոխած դարձնել Երևանի քաղաքապետին, թե Տիգրան Ավինյանի վատ աշխատանքի հետևանքն է, որ Երևանն իրենց մերժում է։ Ի սկզբանե որոշված է եղել, որ Երևանում ուրախ ավտոբուսը չի պտտվի, հասկանալով, որ երևանցիների հետ բարդ է լինելու։ Անգամ Կոտայքից վերադառնալու ճանապարհին որոշ ԿՊԱ-կաններ հավելյալ ճշտել են, թե վաղն ինչ պլաններ կան, եւ պատասխան են ստացել, թե քարոզարշավն այս շաբաթ ավարտված է։ Միայն ուշ գիշերին կուսակցականներին ծանուցել են, որ առավոտյան 9:30-ից սկսած Երևանում են շրջելու։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ խմբագիր էր, թերևս լավ գիտեր տպագիրի մամուլը միայն լրատվամիջոց չէ, այլ նաև ինստիտուտ է հանրային վերահսկողության կարծիքների բախման արխիվի քաղաքական հիշողության, բայց այսօր արդեն վարչապետի կարգավիճակում հենց նրա իշխանությունն է հերթական հարվածը հասցնում տպագիր մամուլին, այն էլ ոչ թե շուկայական մրցակցության, այլ օրենսդրական միջամտության միջոցով։ Իշխանությունն ըստ էության ասում է թերթը հնացած է, թերթը այլևս պետք չէ, առաջնահերթը ազդարարն է, բայց այստեղ կա մի նուրբ, սակայն չափազանց կարևոր հանգամանք։ Պետությունը պարզապես տեխնիկական լուծում չի փոխում, այլ վերացնում է տպագիր մամուլի գոյատևման այն աղբյուրներից մեկը, որն առնվազն տարիներ շարունակ օգնում էր թերթերին պահպանել տնտեսական նվազագույն կենսունակությունը, այսինքն խոսքը միայն ծանուցման ձևաչափի մասին չէ, խոսքը լրատվական դաշտից տպագիր մամուլի ֆինանսական հենակետերից մեկը հանելու մասին է։ Սա նաև քաղաքական որոշում է։ Իշխանությունը վաղուց է ցույց տալիս, որ անկախ ու քննադատական մամուլն իր համար ոչ թե ժողովրդավարական անհրաժեշտություն է, այլ ավելորդ աղմուկ։ Իսկ տպագիր մամուլը որքան է սահմանափակ տիրույթում, դեռևս մնում է այն հարթակը, որը դուրս է օրվա ալգորիթմային թելադրանքից, սոցցանցային մանիպուլյացիաներից ու պետական թվային հարթակների վերահսկվող միջավայրից։ Թերթը կարելի է չսիրել, կարելի է չկարդալ, բայց պետությունը իրավունք չունի վարչական լուծումներով այն դարձնել տնտեսապես անիմաստ։ Այսպիսով նախկին խմբագրի իշխանության օրոք տպագիր մամուլը ոչ թե աջակցություն է ստանում, այլ նոր հարված, եւ այդ հարվածը գալիս է ամենացավոտ տեղին՝ գոյատևման աղբյուրին։ Հրապարակ թերթը գրում է, քաղաքացիական պայմանագրի աշխատակազմից նախընտրական ցուցակի թեկնածուներին ասվել է, որ կուսակցության կենտրոնական գրասենյակ ներկայացնեն падգամավորության թեկնածության համար պահանջվող համապատասխան փաստաթղթերը, որպեսզի փաթեթները սկսեն կազմել կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու համար։ Մեզ ասացին, որ 100-րդ հորիզոնականից ներքև գտնվողներից շատերը կամուկացի մեջ են, դիմել թե չդիմել։ Բանն այն է, որ ԿՊ-ում խոր կասկածներ ունեն, որ կարող են հունիսյան ընտրություններին մեծամասնություն ստանալ եւ հավակնել падգամավորական մանդատի, ուստի մտածում են արժե ընդգրկվել ցուցակում։ Հրապարակ օրաթերթը գրում է, ներկուսակցական քարոզարշավի անվան տակ վերջին շաբաթերին մարզերում գաստրոլների դուրս եկած ԿՊԱ-կանները պարզվում է ամենաշատը տպավորված են Գեղարքունիքի մարզի ընդունելությունից։ Մեզ ասացին, որ իրենք էլ չեն սպասել նման ջերմ եւ մարդաշատ ընդունելության, հաշվի առնելով, որ պատերազմից հետո ադրբեջանական զորքերն օկուպացրել են մարզի որոշ դիրքեր։ Սոտքի հանքի աշխատանքները կաթվածահար են արել եւ թշնամին էլ ամբողջ օրը խոսում է Գյոկչայի Սևանի ափին իր գրվանելու մասին։ Փոխարենն ըստ մեր զրուցակցի խայտառակ վատ վերաբերմունքի են արժանացել Լորվա մարզում, մինչդեռ մարզպետ Արեն Մկրտչյանն ուրախ ավտոբուսի ուղևորներից է եւ ներքպական քվեարկության ժամանակ ամենաշատ ձայներ ստացած մարզպետն է՝ մոտ 500 ձայն։ Հրապարակ օրաթերթը գրում է, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղված։ Նա զբաղված է ԿՊ-ի համար քվեներ ապահովելով։ Պարզվում է, բռնի տեղահանությունից հետո բանակում ծառայությունից անցած եւ իբրև իշխանության բարի կամքի դրսեւորում հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած ու ՊՆ-ում աշխատանքի տեղավորված արցախցիների ընտանիքների մի մասը մինչ օրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չի ստացել։ Մեր աղբյուրներն ասում են, որ այժմ կանչում են նման զինծառայողներին եւ հետաքրքրվում, եթե ընտանիքի անդամները մինչ օրս ՀՀ քաղաքացի չեն, ապա տվյալ ծառայողը կազատվի պաշտոնից։ Թե ինչով է պայմանավորված արցախցիների նկատմամբ այս հերթական արշավը, մեր աղբյուրն իր վարկածն ունի։ Նրա կարծիքով Պապիկյանին թվում է, թե ՊՆ-ում աշխատանքի անցածներն արդեն դարձել են յուրային, պետությունից փող են ստանում եւ նրանց ընտանիքներն էլ իրենց էլեկտորատն են, ուստի դրդում են, որ հրատապ կարգով լուծեն քաղաքացիության հարցերը, որ մասնակցեն ընտրություններին եւ ԿՊ-ին ընտրեն։ Սակայն մեզ ասացին, որ քիչ չեն նաեւ այնպիսիները, որոնց ընտանիքները դիմել են եւ ամիսներ շարունակ քաղաքացիություն չեն ստանում։ Փաստորաթերթը գրում է, Հայաստանի ժամանակակից պատմության թերևս ամենադինամիկ հասարակական ակցիաներից մեկը ծավալվեց armspure.com հարթակում։ Ի աջակցություն հայ առաքելական եկեղեցու պետիցիան ստորագրողների թիվը հաղթահարեց 50,000-ը։ Այն փաստը, որ նման թվով ստորագրություններ դրվեցին խիստ կարճ ժամանակի ընթացքում, ակնառու ցույց է տալիս հանրային մոբիլիզացիայի մակարդակն ու եկեղեցու կարևորությունը, որպես առանցքային ազգային ինստիտուտ։ Ստորագրողների թվի շեշտակի աճը բարձրագույն հոգևորականության դեմ կիրառված աննախադեպ միջոցների հանդեպ հանրային
ուղիղ արձագանքն է։ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ձևավորվեց մի իրավիճակ, երբ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի ու Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների տեղաշարժվելու ազատությունը գործնականում սահմանափակվեց։